Շնորհակալություն, հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի ավանդական անդամներ, հարգելի երևանցիներ։ Ձեր քննարկման եմ ներկայացնում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին եւ Երևան համայնքին պատկանած դպրոցների եւ մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացները ուսումնասիրող Երևան քաղաքի ավական ու քննող հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։ Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ նախորդ տասնամյակներում մի շարք համայնքային գույքեր, հատկապես նաև մանկապարտեզների տարածքներ օտարվել են, ինչի հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրավունքից եւ գոյացել են հերթեր, որոնք որ մինչ օրս շարունակում են լինել, չնայած վերջին տարիներին դրանք էականորեն նվազել են, բայց այդ խնդիրը առկա է եւ այդ խնդիրը տարիներ շարունակ հանրության մեջ խոսակցությունների մակարդակով եղել է եւ հանրությանը հետաքրքրող հարց է տվյալ հարցերի հետ կապված նաեւ կա կարծում եմ անհրաժեշտ է որպեսզի Երևանի ավականին իր դիրքորոշումը հայտնի վերջերս նաեւ էլի շատ է քննարկվում մանկապարտեզների թեման եւ կարծում ենք որ անհրաժեշտություն կա մեր հանրությանը լավ իրազեկել ինչ է իրականում տեղի ունեցել երբ է տեղի ունեցել ում կողմից ում համար ինչ վնաս է կրել դրանից համայնքը ինչ գույքային վնաս է կրել եւ ինչպիսի հերթեր են գոյացել նախագիծը ի սկզբանե կազմվել էր 1996-ից 2018 թվականների ժամանակաշրջանի վերաբերյալ բայց առաջարկ եւ համազգային առաջընթաց խմբակցությունից որպեսզի ժամանակաշրջանը լինի 91-ից 2025 թվականներին ինչեր ընտրվել 96-ից 18 թվականներ որովհետեւ Երևանում տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվել են 1996 թվականից 95 թվականի համանդրության ընդունումից հետո եւ ընտրվել էր այդ ժամանակահատվածը եւ մինչեւ 18 թվականներ ընտրվել որովհետեւ առնվազն մեզ համար որպես նախաձեռնող ակնհայտ էր որ 18 թվականից հետո այդպիսի գործարք չի եղել բայց քանի որ առաջարկ հնչեցվեց ես որոշեցի այդ առաջարկը ընդունել եւ դարձնել 91-ից 25 թվականներ նաեւ առաջարկ եղավ ավելացնել սպորտային դպրոցների եւ երաժշտական դպրոցների գույքերի հնարավոր օտարման դեպքերը այս առաջարկը նույնպես ընդունվել է եւ ընդհանուր տրվել է դպրոցներ ձևակերպում որպեսզի մենք որևէ սահմանափակում չունենանք այդ հարցի ուսումնասիրության համար եւ նաեւ քանի որ հանրակրթական դպրոցները հիմնականում պետական գույքի կառավարման կոմիտեի տիրապետության տակ են այդ գույքերը դրանց օտարման հետ կապված գործարքներում համայնքը որպես այդպեսին դեր չի ունեցել բայց ամեն դեպքում որոնց մասով որ համայնքը կլինի սեփական եղած կլինի սեփական դատեր գույքի դրանց վերաբերյալ ուսումնասիրություն կիրականացվի հանձնաժողովը կազմված է 12 անդամից Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 4 մասի համաձայն հանձնաժողովը կազմված է յուրաքանչյուր խմբակցությունից հավասար ներկայացվածությամբ, բայց ես առաջարկել եմ յուրաքանչյուր խմբակցությունից 3 հական, բայց քանի որ Մայր Հայաստան խմբակցությունը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, ուստի 12 անդամից է բաղկացած հանձնաժողովը Եվ նաև առաջարկներ եղել են այլ հարցեր ներգրավելու հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակում, բայց դրանք չեն ընդունվել, մասնավորապես եղել է առաջարկ այգիների օտարման տարածքների օտարման հարցերը նույնպես ներառել։ Ես այդ առաջարկը չեմ ընդունել, քանի որ կարծում եմ, որ քննող հանձնաժողովը, քանի որ առաջի անգամ է ձևավորվում Երևանի ավականիում, պետք չի ծանրաբեռնել շատ թեմաներով, որովհետև նույն կերպ կարելի է օրինակ պոլիկլինիկաների հարցեր ներառել, շատ տեսակի գույքեր կամ հողամասերի հարցեր կարելի է ներառել, բայց պետքա, քանի որ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամիս է, կարծում պետքա հարցերի ծավալը լինի ժամանակահատվածին համապատասխան, եւ ես հանձնաժողովի նիստում հայտարարեցի, որ այս հանձնաժողովի աշխատանքների բարեհաջող ավարտից հետո անձամբ պատրաստ եմ պարոն Թորոսյանի հնչեցրած առաջարկով այգիների մասով նոր նախաձեռնությամբ հանդես գալ, նաև առաջարկա հնչել
ուրեմն շինաշխատանքների հետ կապված հարցերը նույնպես ուսումնասիրել, դրանցում հնարավոր ռիսկերը, այդ հարցը նույնպես չի ներառվել, քանի որ էլի ծավալը բնականաբար չէր կարող, այսինքն նաև որոշակի մասնագիտական խնդիրեր առաջանալու, օրինակ գնալ տարիներ հետ հասկանալ, որ շինարարությունը ինչքանով է ճիշտ եղել, կարծում դա հնարավոր չէր լինելու մեզ պարզել, բայց այն մասով, որ դրանք ինչ-որ թարմ ինֆորմացիաներ են, գիտեն, որ ընդդիմադիր ավականության անդամները բարձրաձայնում են եւ իրենք կարող են իրենց նախաձեռնություններով հանդես գալ։ Ընդհանուր առմամբ սա է էությունը եւ վերջում կուզեմ մի բան էլ հավելել, նաեւ հանձնաժողովի նիստում խոսվեց, որ դա իրավապահ մարմինների գործունեություն իրենք չզբաղվում, իրենք զբաղվում են, դատախազությունը ունի վարույթներ այս հարցերից առնվազն մի մասի վերաբերյալ, բայց իրավապահ մարմինները եւ դատական համակարգը իրենք իրավական գնահատական տվողն են, կարծում եմ, որ մենք նաեւ պետքա քաղաքական գնահատական տնկեսամանին, որովհետև դրանցում գործել են պաշտոնատար անձինք եւ իրենց հետ փոխկապակցված մարդիկ եւ կարծում եմ, որ իրավապահ մարմինները որոշակի կաշկանդված են գնահատականներ տալուց, որոնք որ կարող է տալ Երևան քաղաքի ավականի որպես գույքի կառավարող մարմին։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։